Երբ մենք արդեն պատրաստել ենք մեր ավելացման առաջին հատը, այսինքն երկու անթելսյուն նույն անցքի մեջ գործել ենք, պետք է տեղափոխենք նարնջագույն ամրակը, որպեսզի այն ցույց տա երկրորդ շարքի սկիզբը։ Հիշենք, այս պահին ամրակը գտնվում է առաջին շրջանի առաջին հանգույցի վրա։ Յուրաքանչյուր շարքի առաջին սյունը նշելը շատ կարևոր է և օգտակար պրակտիկայի, հատկապես երբ դուք գործում եք շրջանաձև։ Իսկ մինչ անցնելը, եկեք նախապատրաստվենք։ Սկզբում նրբորեն հեռացրեք հելունը ձեր աշխատանքից կամ պարզապես ձգեք այն ձեզնից հեռու հելունի վրա գտնվող օղակը մեծացնելու համար։ Սա ապահովում է որոշակի ճկունություն այն դեպքում, եթե պատահմամբ քաշեք թելը, չէ՞ որ մենք չենք ուզում, որ ձեր արած աշխատանքը քանդվի անզգուշության պատճառով։ Շրջանաձև գործելու յուրահատկությունն այն է, որ երբեմն դժվար է հասկանալ, որտեղ է ավարտվում մեր շրջանը և սկսվում մյուս շրջանը։ Ինչպես տեսնում եք այս մասի վրա, հենց այդ աննկատ անցումն էլ ձեզ գործած խաղալիքի կամ դեկորի տալիս է հարթ և գեղեցիկ տեսք, բայց հենց այս հարթությունն էլ մի փոքր դժվարեցնում է ձեր կողմնորոշումը։ Եկեք անցնենք գործի և տեղափոխենք նարնջագույն ամրակը, որպեսզի այն նշի երկրորդ շարքի սկիզբը։ Դրա համար նախ պետք է բացել այն և տեղափոխել երկրորդ հանգույցի առաջին V-ի վրա։ Հետ շրջեք ձեր գործվածքը կամ մի փոքր պտտեք այն, որպեսզի հատերը ավելի հստակ երևան։ Ինչպես գիտենք, երկրորդ շրջանում մենք կատարելու ենք երկու հատ նույն անցքում, նախ անթելսյունով հատ, ապա էլի անթելսյունով հատ մեկ անցքում, ստեղծելով ավելացման հատ։ Այսինքն մենք ուզում ենք ամրակը տեղափոխել հենց առաջին V-ի տակ, որը ցույց է տալիս, որ հենց այնտեղ է սկսվում նոր շրջանը։ Ամրակը կարող եք տեղադրել ցանկացած ուղղությամբ, կարևորն այն է, որ այն անցնի այդ երկու թելերից բաղկացած V-աձև հատի տակով։ Ամրակը տեղափոխելուց հետո դուք կտեսնեք մեկ ամրակ հելունը բռնած ձեռքում, երկու ամրակ այն ձեռքի մոտ, որը պահում է ձեր թելը։